մի փաստ արձանագրենք եւս եւ անցնենք առաջ, այդ թիրախավորումները կարող ենք վստահաբար ասել, որ իսկապես չեն թուլացրել, չեն հուսահատեցել շարքերին։ Այո, դուք քաղաքական դաշտ շատ-շատերը ձեզանից նորեկներ են եւ շատ հնարավոր էր, դա էլ էր մարդկային, գուցե դա հենց այդ գործոնի վրա էր նաեւ աշխատել է իշխանությունը, թիրախավորել մարդկանց, հուսահատեցնել, վախեցնել, մարդիկ էլ մանավանդ կանայք, չէ՞, այդ ընթացքում նաեւ կանայք այսպես ձերբակալվեցին, այսինքն նաեւ այդ ուժի կիրառումը հատուկ էր արվում, թիրախավորված, որպեսզի շարքերը խարխլվեն։ Դուք դարձյալ պիտի ձեր գրառումներից մեկին հենց հղում տամ, շատ լավն էր ձևակերպումը, մենք թիմ ենք, որի զգալի մասը երբևէ կուսակցություն չի եղել, մենք այս հանգամանքներում անգամ զատնի դնող չկա։ Ինձ շատ ուրախացրեց այդ ձևակերպումը, հիմա կուզեմ նաեւ դուք ինքներդ ասեք, հուսահատվածներ կաք, թե ոչ, թե պայքարը իսկապես հիմա ավելի այս նոր փուլում ավելի հզոր թափով է շարունակվում, որովհետև շատ գործ կա անելու։ Տեսեք, ընտրությունների արդյունքները իհարկե հատկապես առաջին շրջանում եւ այլն բոլորիս մոտ, բոլոր ցանկացած նորմալ հայի մոտ չեն կարող տխրություն չառաջացնել, որովհետեւ բոլորս ուրիշ բան էինք սպասում, չնայած իհարկե մտքի մեջ ունենալով, որ սա Նիկոլ կեղծարարն է եւ կարող է բոլոր քայլերին գնալ, բայց ամեն դեպքում դա չէր նշանակում, որ պետք չէր պայքարել, պետք չէր այս պայքարի մեջ մտնել։ Եվ իհարկե այդ տխրությունը կար, ինձ մոտ կար, շատերի մոտ կար, բայց սա չի նշանակում ամենևին էլ, որ պայքարը պետք է դադարեցնել, նվազեցնել, ընդհակառակը հերթական մոտիվացիան է, որպեսզի մենք մեր պայքարը ավելի շարունակենք։ Ով է ասել, որ հայրենիքի համար պայքարը պետք է սահմանափակվի ժամանակահատվածով կամ ինչ-որ ձևաչափով։ Պայքարում ենք, քանի դեռ չենք հաղթել, եւ սա մեր կուսակցության մեջ այսպես հիմքում դրված սկզբունք է։